Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երեք Հայաստան խմբակցությունը առավոտյան մեկ այլ հարց բարձրաձայնեց։ Բայց մերում չեն խոսել դրա մասին։ Ձեր կարծիքն էլ է հետաքրքիր, ինչ եք կարծում Իմ կարծիքը մերոց կարծիքից չի տարբերվում։ Ես կարծում եմ, որ մանավանդ հիմա քանի որ ես հոգևոր թեմաները տրենդի մեջ են, չնայած դրանք իմ համար տրենդ չեն, դրանք ազգային, այսինքն հոգևոր անհրաժեշտություն են, բայց ավետարանում ասում է այո, պետք է այո լի, ոչ։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Հայաստան խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեն չենք ստորագրում։ Մանիպուլյացիաներ չեն սրանք։ Չեմ ուզում ես որակումներ տամ, եթե ստորագրում եք, մամի ջանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում, ասեք չեք ստորագրում, մի պետք չէ, չեմ ուզում այլ որակում տա։ Դրած է, ինչ տարբերություն։ Ոնց որ մի քեզ $5000 փող պետք կլի, ասես դու ասեմ ջեբս դրած է, ինչ տարբերություն։ Ու տարբերություն չլեր քերիդ մորքուրդ կլներ, էլի։ Քերոկ ինչ ասի։ Անդրանիկ Մականի նախաձեռնությամբ մայրադեպքերից համաձայնագիր հայ եկեղեցու պատմություն առարկայի դասական Ավեհափառի հետ հատուկ կառավարությունը պայմանաբար հուշագիր ստորագրել։ Ամեն դեպքում առաջին թիրախավորվեց նաև այդ առարկան արդեն հեռացվեց իշխանությունների թեթև ձեռքով վերադառնալով հենց այս հարգանքին հայ առաքելական եկեղեցու հանդեպ ինչ փոխվեց այսօր որ իշխանությունները այսպես կարողացան սկսել դատել սեփական մեղքերը թողած հայ առաքելական եկեղեցուն եւ հոգեվոր առաջնորդներին եւ ինչ պետք է անել գործնականորեն աջակցելու եկեղեցուն, որովհետև տեսնում եք ամենօրյա ռեժիմով հաթաթաներ եւ Զարա ջան, այնքան լավ հարց եք տալիս։ Բազմիցս երկար պետք է պատասխանել։ Այս տեսախցիկներին էլի նայեք։ Ես որ տեսախցիկներին չնայեմ, տեսախցիկները ինձ կնայեն, չէ՞։ Տեսեք, ժողովուրդ, երկու բան կա, մինչև եկեղեցու հարցին անդրադառնալը։ Սա աբսուրդ է, գիտեք ինչ է, որ Արցախը հանձնած է, 5000 զոհ տված է, 5000 զոհի պատճառ դարձած է, չգիտեմ, Արցախի հայաթափումը իրականացրած է, Ադրբեջանի եւ Թուրքիայի պասով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվողը, Երրորդ հանրապետությունից հրաժարվողը, Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը, կանգնում է, ինքն է հարցեր տալու։ Սա մեր բոլորիս եւ լրագրողների եւ քաղաքական գործիչների եւ ընդդիմության եւ ազգային բոլորի եւ հոգեվորական սա մեր բոլորիս խայտարակությունն է։ Մարդը պետությունը կործանել, այ տղա ջան, Արցախը որ հանձնել եք այդ կուսակրոնությունն է մեղավոր։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Դու ես ասել։ Ինչ պետք է անել բանակցում եմ։ Դու ես ասել։ Ես սկսել եմ Սերժ Սարգսյանի, չեմ սկսել Սերժ Սարգսյանի կետից, իմ զրոյական կետից եմ սկսել։ Դու ես ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, այնուհետեւ գնացել ես Արցախը Ադրբեջանի կազմի մեջ ճանաչել։ Դու ես նույնիսկ պատերազմի ավարտից հետո 44 օրյա հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Դու ես 21 թվականին ասել անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Ու այսօր դու եկել ես, ինչ որ դու ես հարցեր տալի։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Եթե զեկերում մի հոգի պետք է ռադը քաշի հեռանա, դա դու ես։ Ու ամբողջ աշխարհում տես բան չկա։ Իշխանություններն են հարցեր տալի։ Այս մարդը նստել եք դա հարցեր, դուխի ես կուսակրոն, չէ, դուխի սենսես, այ քեզի բան։ Մենք պետք է քեզ հարցեր տա, դու ես պետությունը կորցրել, դու որ դարձել ես զեկերի ղեկավար, երկու հայկական պետություն ա եղել։ Եվ ես կոչ եմ անում եւ հոգեվորականներին, եւ ընդդիմադիր գործիչներին, հերիք արդարանակ։ Հերիք արդարանակ, սրան պետք է ճանապարհենք։ Մենք իրան հարցեր ունենք, 5000 զոհ ոչ հոգեվորականությունն ա տվել, ոչ նախկինները, ոչ էլ լրագրողները, ոչ էլ ռուսներն ու ամերիկացիք։ 5000 զոհի պատճառը Նիկորն է, որը կանգնել ասել է, արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Համի այդ ասած մարդը եկել իրան իրավունք ա վերապահում, հարցեր ա տալիս, պահանջներ ա տալիս, եթե հենց այդ կառավարության շենքը մաքրին որ մտածի այլ բաների մասին։ Սա մեկ։ Հիմա գանք եկեղեցուց, ինքով ա որ եկեղեցուց խոսում ա։ Դա սահմանադրություն, այս համակտը հավատավոր ժողովուրդը թող գնա եկեղեցի կիրակյորը պատարագների մասնակցի հաղորդություն ստանա, բայց եթե նա մկրտված չի, նա ո՞նց կա հաղորդություն ստանա։ Ինչքան գիտեմ, ասել եմ մկրտված չի։ Չմկրտված մարդը իրավունք չունի հաղորդություն ստանա, ոչ էլ պատարագների մասնակցի։ Դա նույն բանն է, ոնց որ ես գնամ մսկիթում աղոթեմ։ Այդ աստիճան օտարացում, բայց սաղմոսները մեջ բերում է։ Ցավը տանեմ հիմի որ սաղմոսները մեջ բերում, սաղմոսները մեջ բերում է, բայց սաղմոսները թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես ասում է։ Դրանից առաջ էլ հայոյում է հոգի։ Հիմա ավարտեմ, մի վարտամ ասեմ, էլի։ Ես մի առաջնային ասեցի, չէ՞։ Սա արդյունքն է նրա, որ փոխարեն մենք իրեն հարցեր տանք, մենք իրեն
պատին դեմ տանք ճնշեն քաղաքական առումով։ Որտեւ ինքն է կործանել մեր հայրենիքը։ Մենք եկել արդարանում ենք, մեկը ասում է, վայ ես կուսակրություն չեմ խախտել, այն մեկը ասում է դու դե արդարանալու թեմա չկա։ Եկեղեցին հանճատա պետությունից։ Դու ով ես вообще դրա թե կա խնդիրներ։ Այդ խնդիրները եկեղեցին ինքն իր եկեղեցական ժողովներով կորոշի դու ով ես որ չից խոթել ես եկեղեցի մեջ։ Ասիկա քու կառավարությունում սաղ չոտք ես արել, հիմա ասում ես եկեղեցի մանես։ Կգնում եմ Արցախը հանձնող մարդը, 5000 զոհ տված մարդը, Արցախի հայաթափումը Ալիևի հետ կիսու ոչ մի բան չարած մարդը, երբ որ լռել է, երբ որ ասել է ես չեմ խառնվում, երբ որ արդարացել է էթնիկ զտում Արցախի։ Այդ մարդը ինչ իրավունք ունի ինչ-որ մեկին հարցեր տա։ Սա մեր խայտարակ, բարոյական, հոգեբանական, տո մարտական բոլոր վիճակների խայտարակության մասին է խոսում։ Մենք պետք է իրան հարցեր տանք։ Հերիք բոլա, ու բոլորին եմ ասում, հերիք ասես վախը խորած պատասխանեք։ Վայ ասես, վայ չասես, վայ կամ մեկ ասում բան ունեք, կամպրոմատ ունեք։ Ախպերին ինչ պետք է անի, Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմ դրանից մեծ կամպրոմատ։ Կանգնել ասել Արցախը Հայաստանի վերջը մի ասում Արցախն Ադրբեջանա։ Կանգնում ասում դեռ պետք է հասկանանք ցեղասպանությունն ինչու է տեղի ունեցել։ Ինչու 39 թվականին ցեղասպանության օրակարգ չկար, 59-ին առաջացավ։ Յա։ Այդքան բանը ձեզ քիչ, հա։ Էսի սա հայկի ու բելի կռիվա։ Արթուր Մեջանելը ասում է, սա հավիտենական պայքար է։ Հələ կտենանք, հայկն է հաղթալու ոսող բելին, թե հակառակը, ոնց որ երկի մեջ, թե ահա եւ վերջ կլինի։ Ալաշնիկի վերանով է փակելու, բան Շարմազանով, ասում է հայրական։ Հələ դուք ձեր ներքին հարցը լուծեք, նոր հասեք Ալաշուկյուրին, էլի։ Երկուսը համատեղ են, չէ՞ գործում։ Ասում են բոլոր համընկնումները պատահական են։ Զարա ջան, բերեք մենք միան մեր տաճարը մաքրենք, մեր տաճարացնելով ես Հայաստանի Հանրապետությունի նկատի ունեմ։ Հետո նոր ասենք բանի, էլի։ Բայց մտավախություն չկա, որ դրական փոփոխությունների ժամանակ ինքը այնպես կանի, որ եկեղեցին այլևս անջատ չի լինի պետությունից։ Այդ ցավը տանեմ այնպես ոնց պետք է, եթե ժողովուրդը իրան պահի, ժողովրդի նման, ազգի նման, ոնց պետք է ան։ Բայց համանadrությունն է փոխվում։ Ոնց է փոխում հանրակրվելով չեն փոխելու։ Որ դու չգնաս քվեարկես ոնց է փոխելու։ Ես չեմ գնա, բայց Դե դու չես 7 տարի Դե եթե պետք է փոխի, ժողովուրդը պետք է ոչ մի բան չան ավարտեմ։ 21 թվականի խափել է։ Հիմա եթե այսքանից հետո, եթե պետք է խափի ուրեմն ես ժողովրդի արժանի չի անկախ պետության, էլ ինչ եք ուզում ասեմ։ Եթե այսքան պետք է խափի ուրեմն դուք չհասկացա 5000 տարվա պետականություն ունեցող մարդիկ ամեն անգամ ասեք խափեք, դա ներողություն ես, չեմ ուզում այլ համեմատություն անել։ Չի կարելի ամեն անգամ նույն մինի վրա կանգնել ու պայթել վերջում ասել բանա։ Եթե դեմդ մինայա դու չէ ականը դրածա, դու չես տենում, քեզ դու շասում ես որ դիական է։ Դու համառորեն դնում ես որտե դնում ես այդ ականի վրա, վերջում ում ես ուզում մեղադրես։ Ես էլ ասում եմ 7 տարի է։ Ես Աշոտյան Արմենը ամբողջ հանրապետական կուսակցություն չենք զգուշացրել։ Եվ ականջ ունի թող լսի, օղաշկ ունի թող տեսնի։ Հետո միացիկ վայ ես միշտ առանց պայքարի չի լինելու։ Առանց պայքարի ամեն ինչ էլ հայ ժողովրդի ձեռքում է։ Այդ դավադրություն միավը սա լյուբոյ մարդուց կախված է, լյուբոյ հայ մարդուց, ցանկացած հայ մարդուց է կախված, Հայաստան կլի թե չի լինի։ Եվ Հայաստանը բաժանված է 3 մասի։ Մի մասը դա Նիկոլի վկաներն են, մի մասը, ամենամեծ մասը դա անտարբերներն են, եւ մի մասը ազգային հասարակությունն է։ Նեժդեհան բարերով ասեմ։ Նեժդեհն ասում է հասարակությունը 3 մասից է կախված։ Տականքը, ցանկացած հասարակություն, ժողովուրդը եւ ցեղը։ Ցեղը դա ազգային արժեքներովն է, տականքը հասկանալի է, ժողովուրդը չկողմնորոշված։ Երբ որ ցեղն ավելի ակտիվ է լինում, ինչպես 88 թվականին, 90-ականներին, դու ունենում ես 90%-անոց ցեղային հասարակություն, երբ որ տականքն ակտիվանում, դու պարտվում ես։ Հիմա մենք պետք է մեր մեջ հասկանանք։ Մենք պետք է մեր խնդիրները լուծենք, ժողովուրդ ջան։ Հիմա կանգնենք լացենք, ասենք, վայ ժողովուրդ, բանի վրա հարցա, էլ լավ է, ինչ պետք է անի։ Այս մարդը թող նույն ոգևորությամբ թող գեյների մասին խոսի։ Բաց չի ինչ անում։ Բայց եթե մենք իրեն մեր պայքարով, դուք ձեր հարցերով, հիշում եք մի ժամանակ, որ դու գնում եք ասում, լիստը մեկը ռիփսում, հարցեր եք տալի, ոնց է շշկվում։ Բայց ինքը կոմֆորտ զոնայի մեջ է։ Մեր ասածը ո՞րն է որպես ընդդիմություն։ Ասենք ժողովուրդ ջան, չի կարելի մինչև 26 թիվը այս մարդուն թողալ կոմֆորտ զոնայի մեջ գնահատության։ Կեսիդ բռնելու, հա, կեսիդ էլ հանձնելու Բաքվի բանդ։ Այդ եք ուզում։ Հետո կգնաք նույն կամերում իրար հետ կխոսակ, ռազմիրատ կանենք, ով էր ճիշտ, ով էր սխալ։